Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, նախորդ թեմաները։ Ես չեմ ընդունում այս օրը, մեր համար օր չկա, մեր համար ամեն օրն էլ սգո օր է։ Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների առաջին անգամ նշվող հիշատակի օրը, որտեղ կորույս ծնողները ակցիա էին անում։ Զեկույցում չկան բաներ, որոնք պարտադիր պիտի լինեին քաղաքաբանտարկյալների եւ մի շարք այլ թեմաներով։ Խորհրդարանական ընդդիմությունը քննադատում է Եվրոպայի խորհրդի վեհաժողովի բանաձևը։ Գերությունից վերադարձած Վիգեն Էլջեքյանը առողջական լուրջ խնդիրներ ունի։ Մենք դաժե որպես քաղաքացի իրավունք չունենք, որ այգի մեջ կայնենք։ Իրանցիները ահազանգում են, որ Հայաստանում ճնշումների են ենթարկվում Թեհրանի ռեժիմի դեմ ցույցեր անելու համար։ Ամերիկյան մամուլի տեղեկություններով Վաշինգտոնն անվտանգության երաշխիքներ է առաջարկում պայմանով, որ Կիևը գնա տարածքային զիջումների։ Առաջին անգամ նշվում է պատերազմներում զոհվածների հիշատակի օրը, օրենքն ընդամենը օրեր առաջ ընդունվեց, ընդդիմադիրները, որ դեմ էին խորհրդարանի դահլիճում, այսօր նաև եռաբլուր չեն գնացել։ Փոխարենը զինվորական պանթեոնում էին զոհվածների այն ծնողները, որոնք վերջին տարիներին վարչապետին սպասում են բանակի օրը, հունվարի 28-ին, թույլ չտալու մոտենալ իրենց զավակների շիրիմներին։ Ես չեմ ընդունում այս օրը, մեր համար օր չկա, մեր համար ամեն օրն էլ սգո օր է։ Մենք ամեն օր էլ էստեղ ենք, ծնողներս ամեն օր էլ եռաբլու, մեզ պետք չի որ կոնկրետ ինչ-որ օր լինի, որ մենք հիշենք մեր տղաներին գանք էստեղ։ Հունվարի 27-ը տարբեր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր սահմանելուց հետո իշխանական վերնախավն այսօր վաղ առավոտյան եռաբլուր զինվորական պանթեոնում էր։ Նախքան պաշտոնյաների ժամանելը զոհվածների հարազատներից ոմանք ամեն օրվա պես արդեն իրենց հարազատների շիրիմների մոտ էին։ Պարզապես այսօր առավոտ կանուխ էին հասել պանթեոն, որ թույլ չտան վարչապետ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Եկել էի, որ խոչընդոտեի, այսինքն խոչընդոտեի, որ կոնկրետ իմ տղայի շիրիմին մոտիկ չգա։ Վրդովված էին նաև օրվա ընտրությունից, ինչու ՔՊԱ-ականները կանգ առան հունվարի 27-ի վրա։ 44-օրյա պատերազմում զոհված Հարություն Հարությունյանի հայրը իշխանականների բացատրությունները ոչ մի կերպ չի հասկանում։ Կոնկրետ օրը կարային այդ օրը իրանք նշանակեին, այո, սեպտեմբերի 27-ը, խայտառակ օրը։ Այդ օրը կարային նշանակեն, ոչ թե ինչ որ, էսի բերել են բանակի օրվա կապակցությամբ մցրել են կոպիտ ասած բանակի օրվա քթի տակ որպես ինչ սգո օր, հետո բանակի օր, այսինքն այսօր իրանք կհիշատակեն որպես սգո օր, բանակի օրը չեն հիշատակի, հա, որ դա մեր պարծանքներ, հա, բանակը։ Օրվա ընտրությունը ոչինչ չասող եւ անընդունելի է համարում նաեւ 2020 թվականի արյունալի պատերազմում զոհված 20-ամյա ժամկետային զինծառայող Արման Ազատյանի հայրը։ Դեմ եմ։ Սեպտեմբերի 27 գոյություն ունի մեր համար։ Ինչ սեպտեմբերի 27-ը ոչ մի բան չի ընդունվում պետական մակարդակով։ Ինչի թողում ադրբեջանցին։ Մեկ շաբաթ էլ չկա, որ հունվարի 27-ը սահմանվել է որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ուղերձում արդեն պնդեց. քաղաքացիները սկսել են այս օրն անվանել երկնային բանակի օր։ Ժողովրդական այս ձևակերպման մեջ մեծ սեր կա, մեր իրականության մեջ մեր սեր կա հանուն հայրենիքի իրենց կյանքը տված նահատակների նկատմամբ եւ մեծ պատասխանատվություն։ Յուրաքանչյուր ընկած զինվոր մեզնից յուրաքանչյուրի ընտանիքի անդամ է դառնում եւ սա այն ակնհայտ գիտակցության բերումով, որ նա զոհվել է հանուն մեզնից յուրաքանչյուրի։ Տիկին Ռուզանը, որի որդին նույնպես 44-օրյա պատերազմի զոհերից է, ամեն շաբաթօր պարտադիր այցելում է եռաբլուր։ Անցած շաբաթ առողջական խնդիրների պատճառով չի կարողացել գալ։ Հետո լսել է հունվարի 27-ի մասին եւ որոշել չսպասել ավանդական օրվան։ Անցած շաբաթ օրը չեկա։ Այսօր մտածեցի, որ շատ ժամանակ ա տևել, բացի դրանից այսօր հայտնեցին, որ բոլոր նահատակների օրն է նշում մեր հայրենիքը, նշում է բոլոր նահատակների օրը։ Պետականորեն այս օրը համարում են բոլոր զոհված նահատակների օրը։ Բանակի գնդերեց էր տիկին Ռուզանի որդին, ասում է պատերազմի օրերին պտտվել է ամբողջ ռազմի դաշտում եւ աղոթել խաղաղության համար, որն այդպես էլ չտեսավ։
Ինձ ասել են, որ Ամարասի մոտ է եղել վերջում պարկած։ Ամարասի եկեղեցու մոտ։ Նա չի սիրել պատերազմը։ Նա անչափ սիրել է խաղաղությունը։ Եվ ասել է, ես հոժարակամ գնացի, որ այնտեղ խաղաղոթեմ խաղաղության համար։ Վարչապետն այսօրվա ուղերձում ընդգծեց, թե մեջբերեմ մեզ պատահած աղետներից հետո ամեն օր ջանք ենք դրել գտնելու մի շատ կարևոր հարցի պատասխան։ Իսկ ինչ պետք է անել, ինչպես անել, որ մեր նահատակների զոհողությունները ապրեցնող լինեն եւ ոչ թե կոտրող։ Այս հարցին տրվել է հստակ եւ աներկբա պատասխան. մեր նահատակներն ընկել են, որ Հայաստանը բարձրանա։ Եվ հետեւաբար պետությունը զարգացած, ուժեղ, անվտանգ, բարեկեցիկ ու երջանիկ Հայաստանի Հանրապետությունն է մեր նահատակների հիշատակն ամենածանրակշիռ կերպով հավերժացնող եւ նրանց հետնորդներին ապրեցնող ամենատեսանելի հուշարձանը։ Մեզ հետ զրուցած 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները թե տեսախցիկների առաջ, թե առանց տեսախցիկների շեշտում էին։ Իրենց տղաները նաև հանուն Լեռնային Ղարաբաղի են զոհվել։ Տղաները կռվեցին, իրանց կյանքը տվեցին, գիտեին ինչի համար են գնացել, ազգի, հողի, ջրի համար։ Ով վերցրեց հողերը տվեց։ Ով տվեց բաժանեց հողերը թշնամուն։ Ու տղերքի արածը տվեցին ջրին, նույնը 90-ականների տղերքինը։ Վարչապետը եռաբլուրում մնաց մոտ 15 րոպե, 44-օրյա պատերազմում զոհվածների շիրիմներին չմոտեցավ։ Ծաղիկներ խոնարհեց Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին եւ ծաղկեպսակ Ղարաբաղյան առաջին պատերազմում զոհված մարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։ Վաղը բանակի օրը եւս կլինի ոչ աշխատանքային, սակայն այս տարվա օրացույցում մեկ օր էլ կավելանա կարմիրով։ Մայիսի 4-ին Երևանում անցկացվելու է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, մոտ 50 բարձրաստիճան պատվիրակության շարժն ապահովելու համար կառավարությունը մտադիր է միայն այս տարի այդ օրը դարձնել ոչ աշխատանքային։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունած բանաձևում մտահոգություն է հայտնում վարչապետ Փաշինյանի եւ կաթողիկոսի միջև լարվածության կապակցությամբ։ Հիշատակում հոգեվորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին հաղորդումները, բայց ոչ ավելին, հակառակ հայաստանյան ընդդիմության ակնկալիքներին, որոնք ի դեպ եւս ներկայացված են վեհաժողովում, եվրոպացի զեկուցողները չեն գրել, թե Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը երեկ ընդունած զեկույցում խորը մտահոգություն է հայտնում Հայաստանի վարչապետի եւ Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի միջև լարվածությամբ։ Անդրադարձել են նաեւ arczepiskopos Բագրատ Գալստանյանի շարժմանը, որ վարչապետի հրաժարականի պահանջով էր։ Բագրատ Սրբազանի ձերբակալության մասին էլ են նշել։ Վեհաժողովը առանց անուններ նշելու մտահոգություն է հայտնել մի քանի հոգեվորականի իշխանությունը զավթելու փորձի հաղորդումների հետ կապված։ Զեկույցում անդրադարձել են նաև սպասվող խորհրդարանական ընտրություններին, ափսոսանք հայտնել, որ Հայաստանում քաղաքական ուժերը չափազանց բևեռացված են, վերահաստատում են պետական միջոցների չարաշահման ու քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ կանոնակարգերի կիրառման անհրաժեշտությունը։ Վեհաժողովը կոչ է անում բարելավել քաղաքական մեծամասնության ու ընդդիմության միջև հարաբերությունները, ապահովել, որ ընտրարշավը լինի խնդիրների եւ քաղաքականության վրա հիմնված, եւ որ ընտրությունների մասնակիցները զերծ մնան անձնական հարձակումներից։ Բարձր անվանությունից է բխում, որ եվրոպական որոշ կառույցներ աշխարհաքաղաքական շահերը վերադասում են, ավելի շատ են կարևորում, քան արժեքները, մարդու իրավունքները, ժողովրդավարական արժեքները, որը իմ կարծիքով անընդունելի է եւ ամոթալի։ Զեկույցում արկա են ձևակերպումներ ու ես հիմա ավելի մանրամասն դրանք կասեմ, որոնք խայտարակ են պարզապես։ Ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցությունից Հայկ Մամիջանյանն այս զեկույցը համարում է անընդունելի։ Ոչ մի բառ չկա քաղաքական պատճառներով բանտարկված տասնյակ մարդկանց ազատությունից զրկված հոգեվորականների մասին, քննադատում է ընդդիմադիր падգամավորը Ստրասբուրգից։ Նրա կարծիքով Փաշինյանի նկատմամբ չափազանց չեզոք են զեկուցողները։ Հայաստանում արկա է 50-ից ավել քաղաքաբանտարկյալ, իսկ զեկույցում դրա մասին ոչ մի տառ չկա։ Հետևությունները թողնում եմ քաղաքացիներին։ Ընդդիմադիր խմբակցության падգամավորը անընդունելի է համարում, որ հոգեվորականների կողմից իշխանությունը զավթելու փորձի մասին են նշել ու Բագրատ Սրբազանի գործը հիշատակել, երբ դեռ չկա դատարանի վճիռ։ Գործը փլվում է, բոլոր այն քարոզչական ստերը, վիդեոները մոնտաժած, ձայնագրությունները մոնտաժած, որոնք հրապարակվել էին հատ առ հատ
հերկվում են ամբողջական տարբերակի հրապարակումից հետո, բայց այդպիսի բան է տեղ գտնում ԵԽԽՎ զեկույցում եւ բանաձևում։ Դա անընդունելի է։ Նա մի բանի համար է շնորհակալ վեհաժողովին, որ կոչ են արել Ադրբեջանին ազատել հայ գերիներին։ Այս հարցում իշխանության ու ընդդիմության դիրքորոշումը նույնն է։ Ազգային ժողովի փոխոսնակ Ռուբեն Ռուբինյանն էլ գերիների հատվածը առանձնացնելով հայտարարել է ընդունված զեկույցի մասին։ Երկրորդ կետը, որ առանձնացրել է իշխանության ներկայացուցիչը, հոգևորականների իշխանությունը զավթելու մտահոգության մասին է։ Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը անվանման բանաձևը, որտեղ Հայաստանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ, իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում ի թիվս այլնի կոչ է արվում ազատ արձակել այնտեղ պահվող բոլոր հայերին։ Ընդդիմադիր падգամավորը, որ զեկույցը որակում է կողմնակալ, կարևորում է, որ արձանագրվել է վարչապետ կաթողիկոս լարվածության մասին։ Եվրոպական կառույցները նույնիսկ իրենց լոյալության պարագայում չէին կարող դրանց մասին չխոսել։ 3 կետ նշեմ։ Առաջին զեկույցում հստակ նշվում է, որ սա առճակատում է պետության եւ եկեղեցու միջև։ Այսինքն Փաշինյանի այն հեքիաթային խոսքերը, որ իբր իրանք եկեղեցու դեմ չեն պայքարում, բեհապար հայրապետի դեմ են պայքարում եւ այլն, եւս մեկ անգամ այստեղ ապացուցում է, որ դա սուտ է։ Առաջիկա ընտրություններին վերաբերող հատվածն էլ է Մամիջանյանը առանձնացնում։ Ըստ նրա դա պահանջ է վարչական ռեսուրս չկիրառելու ու ժողովրդավարական ինստիտուտների վրա քաղաքական ազդեցություն չունենալու մասին։ Ինչ կարծիքի են իշխող խմբակցությունում վեհաժողովի զեկույցի մասին։ Վարչապետ կաթողիկոս լարվածության վերաբերյալ ինչ դիտարկումներ ունեն ու համաձայն են ընդդիմության հետ, որ Հայաստանում տիրող մթնոլորտը արտահայտված չէ զեկույցում։ Իշխող խմբակցության падգամավոր Վլադիմիր Վարդանյանը խոստացավ մեր հարցերին պատասխանել ու հետո էլ չարձագանքեց։ Վեհաժողովի նիստերը շարունակվում են վաղը Ստրասբուրգում ելույթ կունենա եւ падգամավորների հարցերին կպատասխանի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Ադրբեջանական գերությունից օրերս վերադարձած լիբանանահայ Վիգեն Էլգեջյանը առողջական խնդիրներ ունի, փորձում է կազդուրվել, կյանք վերադառնալ 5 տարվա մղձավանջից հետո։ Նա ու սիրելի Լինդայի դրաման սոցցանցերի թեման է։ Երկու շաբաթ է Վիգենն ու Լինդան միասին են, բայց մեղրամիջ չէ։ Բաքվի բանտում ավելի քան 5 տարի անցկացրած Վիգեն Էլջեքյանն առողջական բազմաթիվ խնդիրներ ունի։ Դժվար է քայլում, ծանր է լսում, երեկ էլ ճնշումը թռավ։ Երեկ Վիգենին տեղափոխեցինք հիվանդանոց, ճնշումն էր բարձրացել 210 էր։ Բժիշկները որոշեցին, որ նրան սրտի հետազոտություններ են պետք, 5 շաբթի կհետազոտեն։ نهار الخميس رح يقوموا بكل الإجراءات اللازمة لفيكان. Ամուսինների հանդիպման կադրերում հուզմունք է ուրախություն։ Լինդան ասում է 2 մետրից ավելի է հեռանում, Վիգենը կորցնում է իրեն, անընդհատ փնտրում ձեռքը։ Անընդհատ ստուգում է ձեռքս, ասում Լինդա, առանց քեզ։ Երկուսով Երևանյան հյուրանոցներից մեկում են։ Առավոտյան արթնանում է Վիգենն արդեն պատուհանին շարված ծտերին է կերակրում։ I wake, I see Vigen, he put bread for the birds. Արթնանում եմ, արդեն հաց է փշրում թռչունների համար, ասում է բանտում էլ ամեն օր նույնն եմ արել, հույսով, որ մի օր ես էլ նրանց պես ազատ կլինեմ։ Գերության տարիների մասին ամուսինը շատ չի պատմում, Լինդան է հարցերով ինչ որ դրվագներ կորզում։ I ask him all the time. Հարցնում եմ իրեն, անընդհատ խնդրում եմ, պատմիր, երբեմն պատմում է, երբեմն սկսում է արտասվել։ He don't answer. It's like hell. Դժոխքի պես է եղել, ոչ ոք չի կարող երևակայել, թե ինչ էր այնտեղ, ինչերի միջով են անցել։ For Vigen and the other. Բանտախցում Վիգենը մենակ է եղել, կնոջը պատմել է, ժամանակ առ ժամանակ մի քանի հայերի տեղափոխել են նույն խուց, բայց հիմնականում լռության մեջ է անցկացրել եւ հիմա էլ ըստ Լինդայի դժվարությամբ է զրույցի բռնվում, դեռ անսովոր է։ Ազատության առաջին 5 օրերին ոչ մի վայրկյան չքնեց։ Անընդհատ քայլում էր, գնում գալիս։ Go. Go. Վիգենը բժիշկների կարիք ունի, անհանգստացած է կինը հույսով, որ ամեն ինչ տեղը կընկնի, անհանգստացնում է նաև ապագայի անորոշությունը։ Բանտում Վիգենի միակ հոգսը ազատությունն էր։ Հիմա ասում է ավելացել են հոգսերը, տուն վարձել, գործ գտնել, ընտանիք պահել։ And Vigen from his young Երիտասարդ տարիներից միշտ է ուզել Հայաստան գալ, իր հայրենիքը, ուզում էր ես էլ գամ, Սերժն ու Քրիստինը նույնպես։ He loved to live here. He will go to Lebanon to see
friend and եղբայրը Փետրվարի կեսին Վիգենի անձնագիրը պատրաստ կլինի ու երկուսով կմեկնեն Լիբանան, որդին ու դուստրը սպասում են։ Իսկ Վիգենի մայրը մահացավ, երբ որդին բանտված էր Բաքվում, տիկին Բեատրիսը մահացավ անհանգիստ։ Շատ տխուր է, լալու պես կխոցի գոր։ Սիրտը լեցված է այսինքն։ Լինդան կարծում է Լիբանան կմեկնեն 1-2 ամսով։ Այստեղ շատ սեր տեսանք, ասում է։ When I go to supermarket they come and they Տաքսիով տեղ են գնում, վարորդը փող չի վերցնում, ռեստորան են գնում, հյուրասիրում են, հաճելի է, ասում է Լինդան, ծիծաղում Վիգենը հիմա երեխայի պես ուտելիք է ուզում։ Երկու անգամ սնունդ գնելու համար սուպերմարկետ գնացինք, ինչ տեսնում է, ասում է, վայ, սրանից քանի տարի չեմ կերել։ When he see food, oh this is I didn't eat, oh this is I didn't eat 5 years. Դաշնակցության ներկայացուցիչներ քաղաքացիական պայմանագրից Հայկ Սարգսյանը ընտանիքով, Սփյուռքի գործերի հանձնակատարը, մեկը տոմս գնեց, որ Լինդան գա, մյուսը թղթերով զբաղվեց, հյուրանոցում տեղավորեց, գումար տվեց, այս պահին Վիգենն ու Լինդան ուշադրությամբ են շրջապատված։ Գնում ենք ընտրելու, ես ամեն ինչ տեղադրում եմ սոցցանցերում, մարդիկ կան, որ մեղադրում են նրան, թե ինչու ենք ուրախ, ինչու ենք տոնում, ամոթ ձեզ, բայց դա նորմալ չէ, Վիգենը հիմա ազատ է, կարիք ունի մեր սիրո։ Ցանկությունս է, որ բոլոր գերիների ընտանիքներն էլ մեզպես ուրախ լինեն, մենք անընդհատ հիշում ենք նրանց։ Վիգենը նույնպես հետևում է սոցցանցային մեկնաբանություններին, գրառումներին ու վերջին օրերին դրանց պատճառով շատ նյարդային վիճակում է հայտնվել։ Կինը ենթադրում է այդ պատճառով էլ հիվանդանոց է ընկել։ Վիգեն Էլջեքյանը գերեվարվել էր եռակողմ հայտարարությունից ժամեր անց, երբ նույնպես լիբանանահայ Մարալ Նաջարյանի հետ Շուշի էին գնում, պաշտոնական լրատվությանը հետևել ու այդտեղ Շուշիի գրավման մասին ոչինչ չէին գտել։ Մարալը գերությունից ազատվել էր 2021-ին։ Մարալը մեր ընկերն է, Վիգենի ընկերն է, իմ ընկերն է, երբ նա ու Վիգենը բանտում էին Լիբանանում, մեր ընտանիքները միասին էին։ Երբ Վիգենը բանտում էր, Մարալի հետ խոսել ենք ամեն օր, օգնում էր ինձ, որ բարձրաձայնեմ Վիգենի մասին։ Վատ բաներ մի գրեք, մարդկային եղեք, Վիգենը կարդում է դրանք, համացանցի աշխուժներին խնդրում է Լինդան։ Բարեբախտաբար հայերեն կարդալ չգիտի, բայց խոսել սովորում է։ Բարև, ինչպես եք։ Շատ գարոցա քեզի բիդերտամ հոն բիդաշխադիմ ասանք բաներ։ Թուրքիա այցելած Ֆրանսիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Երևանի հարաբերություններին Անկարայի եւ Բաքվի հետ աջակցություն հայտնելով կարգավորմանը։ Լրատվական կենտրոնն է եթերում, օրվա լուրերը թարմացվում են նաև Ազատության Տելեգրամի ալիքում, իսկ հաղորդման երկրորդ հատվածում դիտեք։ Մենք դաժե որպես քաղաքացի իրավունք չունենք, որ այգի մեջ կայնենք։ Իրանցիները ահազանգում են, որ Հայաստանում ճնշումների են ենթարկվում Թեհրանի ռեժիմի դեմ ցույցեր անելու համար։ Ամերիկյան մամուլի տեղեկություններով Վաշինգտոնն անվտանգության երաշխիքներ է առաջարկում պայմանով, որ Կիևը գնա տարածքային զիջումների։ Վարչապետ կաթողիկոս առճակատման մասին, որ եկեղեցականների դեմ քրեական գործերով է ուղեկցվում, ավելի քան 1 ամիս է ճաղերի հետևում է Մայրաթորի բարձրաստիճան պաշտոնյան դիվանապետը, տարիների վաղեմության գործով, որը բացվեց նրա ասուլիսից հետո, երբ հայտարարեց, թե Էջմիածինը չի նահանջելու, Արշակ arczepiskopոսին նաև խիստ անձնական տեսանյութ է վերագրվում, նա հերքում է։ Քննչական կոմիտեն չի մեկնաբանում տարածված լուրերը, որ կորել է Արշակ Սրբազանի գործով միակ իրեղեն ապացույցը՝ մարիխուանայի գլանակը։ Եթե քննչական կոմիտեն ինքը չի հերքում այս տեղեկությունը եւ իհարկե ոչ էլ հաստատում, բայց ուրեմն կնշանակի, որ իսկապես խնդիրը կա։ Կալանավորված հոգևորականի փաստաբան Արսեն Բաբայանը չուներ տեղեկություն, որ ապացույց թմրամիջոցը անհետացել կամ կորել է, ասաց քրեական գործի իրեն հասանելի նյութերում նման արձանագրություն չկա։ Չկա ապացույց, չկա գործ։ Արդյոք այս սկզբունքն է գործելու։ Ասել թե եթե չկա իրեղեն ապացույց թմրամիջոցը, ապա գործը անմիջապես պետք է փակվի, այդպես չի, պետք է իրականացվի քննություն։ Եթե քաղաքական իշխանությունը չի հրաժարվել Արշակ Սրբազանի նկատմամբ քաղաքական հետապնդումներ իրականացնելու իր մտադրությունից, իսկ մենք տեսնում ենք, որ ոնց որ թե չի էլ հրաժարվել,
եւ վերջնական որոշման արդյունքում գործը կուղարկի դատարան, ապա քննությունը կշարունակվի դատարանում։ Իշխանություն եկեղեցի սուր հակասությունների ֆոնին իրավապահները նոր թափ հաղորդեցին 7 տարվա վաղեմության մի հաղորդման, որի արդյունքում Մայրաթորի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը հայտնվեց ճաղերի հետևում։ Իրավապահները պնդում են 2018-ին կաթողիկոսի հեռացումը պահանջող Նոր Հայաստան Նոր Հայրապետ շարժման մասնակիցներից մեկին վարկաբեկելու նպատակով Գարեգին II-ի Մերձավոր շրջապատի բարձրաստիճան հոգևորականը հրահանգել էր ակցիայի մասնակիցներից մեկի պայուսակում թմրամիջոց գցել, թե հայտնաբերված մարիխուանան, թե փորձաքննության արդյունքը, թե քննչական գործողությունները ըստ փաստաբանի թվագրվում են 2018-ով, դրանից հետո գործում ոչինչ չի ավելացել։ Փառք Աստծո, ես իմ կյանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Չնայած իրեն վերագրվող մեղադրանքը դեկտեմբերից կալանավորված Մայրաթորի դիվանապետը հերքում է, նրա փաստաբան Արսեն Բաբայանը այնուհանդերձ կարծում է, ենթադրյալ անհետացումը դատական ակտի վրա չի կարող չազդել։ Գործի քննությունը այս պահին շարունակվում է, հայտնի չէ, երբ այն դատարան կուղարկվի։ Նաև գնահատման կարժանանա հենց այդ իրեղեն ապացույցի հնարավոր, եթե կորել է, այդ իրեղեն ապացույցի բացակայությունը վերջնական դատական ակտ կայացնելիս։ Որովհետև օրինակ պաշտպանության կողմը ես մասնավորապես զրկվում ենք հիմնավորման դեպքում այդ ապացույցը կամ թմրամիջոցը լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության ենթարկելու մեր իրավունքից։ Քննչական կոմիտեից նաև հետաքրքրվել էինք, եթե իրեղեն ապացույց թմրամիջոցը այնուհանդերձ կորել է, արդյոք դրան ներքին քննություն է հետևել։ Ոչ հնարավոր քննության մասին է քննչական կոմիտեն հաղորդել, ոչ էլ դրա արդյունքների։ Խոսնակը հրաժարվեց մեկնաբանել նաև այս հարցերը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ Երևանն ու Բաքուն պայմանավորվել են Ադրբեջանի տարածքով երկաթուղով հեղուկ գազ եւ բիտում փոխադրել։ Նախարարը գործարարներին կոչ է անում օգտվել այդ հնարավորությունից։ 2025-ին պետական եկամուտներն ընդհանուր առմամբ շուրջ 7.2 միլիարդ դոլար են կազմել։ Առյուծի բաժինը մոտ 72%-ը վճարել են Հայաստանի 1000 խոշորները, ավելի քան 5.1 միլիարդ դոլար։ Այս վիճակագրությունը վերահաստատում է Հայաստանի տնտեսության կառուցվածքում արդյունաբերությունը զիջում է, առաջատար դիրքերը թողնելով առևտրով զբաղվողներին, ֆինանսական կազմակերպություններին եւ ընդհանուր առմամբ ծառայությունների ոլորտին։ Մաղթում եմ, որ արտադրողականության ցուցանիշները շարունակեն բարձրանալ, մեր երկիր այցելող զբոսաշրջիկների թիվը բազմապատկվի, ապահովեն շարունակական ներդրումային հոսքեր, ծնվեն նոր գործարար գաղափարներ։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ամանորյա մաղթանքն իրականություն դարձնելու համար կառուցվածքային փոփոխություններ են պետք։ Արդյունաբերության ճյուղի մասնաբաժինը պետք է մեծանա, սակայն 10 ամենախոշոր ընկերություններից արտադրական կամ արդյունաբերական են միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն ու ծխախոտ արտադրող Grand Tobacco-ն եւ International Massis տաբակը։ Մյուսները կամ առևտրով են զբաղվում կամ ծառայություններ մատուցում։ Առաջատարը Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից ու Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներից հետո թռիչքաձև աճող Mobile Center Art-ն է։ Տասնյակում միանգամից 2 բանկ կա՝ Արչին բանկն ու Ամերիա բանկը, երկուսը բուքմեքերական ընկերություններ են։ Տասնյակում են նաև Gazprom Armenian ու վառելիք վաճառող CPS Energy Group-ը։ 10 խոշորներն անցած տարի ընդհանուր մոտ 1.1 միլիարդ դոլար են փոխանցել պետական բյուջե, որից արդյունաբերական 3 ընկերությունների վճարը 380 միլիոն է կազմել։ Հայաստանում գործարաններ կառուցվել եւ կառուցվում են։ 100 խոշոր ընկերությունների շարքում 3 տասնյակից պակաս են արդյունաբերական բիզնեսները, սննդամթերքի ու ալկոհոլային խմիչքների արտադրությունից մինչև հանքարդյունաբերություն ու շինանյութի արտադրություն։ Հայաստանի ամենամեծ 100 ընկերությունները 2025-ին մոտ 2.3 միլիարդ դոլար են վճարել։ Դրա մեջ արդյունաբերական ճյուղի մասնակցությունը 550 միլիոն դոլարի էլ չի հասնում։ Եթե այս ցանկում չներառենք հանքարդյունաբերական ընկերությունները, թողնելով միայն տարբեր ապրանքներ արտադրողներին, թիվն էլ ավելի փոքր կլինի։ Մեր երկրում մշակող արդյունաբերությունը կարևոր է։ Գործարաններ պետք է լինեն։ 100-յակում տեղ գտած բանկերն ու 3 բուքմեկերական ընկերությունները միասին ավելի շատ են վճարել, քան շոշափելի ապրանք արտադրող ավելի քան 2 տասնյակ ընկերությունները։ Soft Construct-ն օրինակ ավելի մեծ մասնակցություն ունի, քան Grand Candy-ն, Աթենքն ու Երևանի կոնյակի գործարանը միասին։ Բանկերի շարքում
ամենամեծ ցուցանիշն ունեցող Արչին բանկը գերազանցում է Coca-Cola Hellenic Armenia-ին, Ջերմուկ Գրուպին, Հայկական ատոմային էլեկտրակայանին, Երևանի գարեջրին միասին։ Այսպիսի համեմատությունների ցանկը դեռ երկար կարելի է շարունակել։ Այս պահին պաշտոնապես հրապարակված են 2025-ի երրորդ եռամսյակի համախառն ներքին արդյունքի տվյալները։ Ըստ այդմ մշակող արդյունաբերության կշիռը տնտեսության կառուցվածքում 10%-ից էլ պակաս է։ Շինարարության, առևտրի, ֆինանսական ծառայությունների ոլորտներն ավելի արագ տեմպերով են աճում։ Կան երկրներ, որտեղ շատ գործարաններ կան, աշխատում են բազմաթիվ մարդիկ, այդ մարդիկ օրինակ աշխատում են 12 ժամ, 16 ժամ երբեմն, 14 ժամ, ստանում են $100, $150 ամսական։ Թե որ երկրները նկատի ուներ Գևորգ Պապոյանը, պարզ չէ, եթե նպատակը Հայաստանը եվրոպական տնտեսության միջին մակարդակի հասցնելն է, ապա Համաշխարհային բանկի տվյալները վկայում են, որ Եվրամիությունում մշակող արդյունաբերության կշիռն ավելի մեծ է, միջինը 14%։ Հայաստանում Իրանի դեսպանի դժգոհությունից շատ չանցած ոստիկանները սկսեցին սահմանափակել իրանցիների ցույցերը Երևանում իրենց դեսպանատան դիմաց, արգելվեց երթը, բողոքի ակցիայի մասնակիցներից բերման ենթարկվեցին։ Հիմա էլ իրանցիներն ահազանգում են ճնշումների մասին։ Նիկո ջան, ցավը տանեմ, սաղ սենց է, էլի։ Իրանք չգիտեմ որտեղից են ախպեր հրաման է ստացել, բայց ամեն օր մեզ ահետ են տանում։ Տենում ես արդեն դեսպանատունը այստուց չի երևում։ Մենք իրավունք ենք ստացել, որ դեսպանատուն դեմ հավաքվենք։ Իրանցի Հոսեյն Սոտուդե Գանին է դիմում Հայաստանի վարչապետին, պնդում է, վերջին օրերին հայաստանցի իրավապահները սկսել են իր ու համախոհների հանդեպ ճնշումներ բանեցնել, որ դադարեցնեն ցույցերը Իրանի իշխանությունների դեմ։ Ասում է, իրավապահները խոչընդոտել են դեսպանատան մոտ երեկվա իրենց բողոքի ակցիան, որով հայրենի իշխանություններից պահանջում են դադարեցնել բռնություններն անցած տարեվերջից Իրանում փողոց դուրս եկած ցուցարարների նկատմամբ։ Ասում է ձեր գործը անօրինական է, բայց ես գիտեմ Հայաստանի օրենքով բարոն Փաշինյանն էլ ասել 2018 թվականից ոչ մի ցույց որ շուխուր չկա, որ ոչ մեկին չենք խանգարում, դա անօրինական չի համարվում։ Հայաստանում ապրող իրանցիներն արդեն երրորդ շաբաթն է ամեն օր դեսպանատան մոտ ցույցի են գալիս։ Գալիս ենք այստեղ, որ մեր բողոքը ասենք, իրանց ամեն օր Պարսկեստանում գալիս են մարդ են տանում, հետո զանգում են ընտանիք, ասում են գնա մարմին է ստացի։ Անցած տարեվերջից սկսված ցույցերից հետո մինչ օրս Իրանի իշխանությունները սահմանափակում են ինտերնետի աշխատանքն ու կապն աշխարհի հետ։ Տեղից ստացվող կծկտուր տեղեկությունների ու իրավապաշտպան խմբերի տվյալներով, սակայն անցած օրերի ցույցերի ընթացքում զոհվել է 20,000-ից 30,000 մարդ։ Այդ բռնությունների դեմ ցույցեր են աշխարհով մեկ։ Երևանում, սակայն, իրանցիները դժգոհում են նաև հայաստանյան իրավապահների ճնշումներից։ Մենք առաջի օրվանը, որ եկել ենք, պետք է դեսպանատունի դեմ կայնենք, հավաքվենք։ Այստեղ են կայնում, սիրուն ակուրատնի, ոստիկանները մեր դեմը կայնել են, մենք ավել պակաս բան չենք անում։ Հետո գամասից, չգիտեմ, ասին, դուք ճանապարհն եք պագում, նենց եք անում, սենց եք անում, գնացինք այնտեղ։ Այգու մեջ։ Ներքին գործերի նախարարությունից պնդում են, ցույցն արգելելու որևէ գործողություն չեն ձեռնարկել, պարզապես ապահովում են դեսպանության անվտանգությունն ու քաղաքացիների ազատ տեղաշարժը։ Մինչ այդ իրանցի ցուցարարներն Ազատությանը պատմել էին նաև, որ իրենց ազգային անվտանգության ծառայություն են կանչում հարցումների, ինչը ծառայությունից չէին հերքել։ Նենց են մեզ վերաբերում, որ մենք ենք սխալ բան անում, կամ մենք ենք տերորիստ, կամ մենք ենք շուխուրանողներ։ Ճնշումների մասին ահազանգերնի հայտ եկան, երբ Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին ուղիղ տեքստով հայտարարեց, Թեհրանում ձևավորվում է պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի համար։ Վարչապետ Փաշինյանը հերքել էր այդ տպավորությունը, միաժամանակ պնդել, թե Հայաստանում բոլորն ունեն ազատ կամ արտահայտման իրավունք։ Չնայած այդ հավաստիացումներին, իրանցիները պնդում են, իրենց ոչ միայն հորդորում, այլև սպառնում են ցույցերից հեռու մնալ։ Առաջի բարը ասես քեզ դեպորտ կանեմ, ես էլ ասի հաջողություն, ես դեպորտ կանեք, խնդիր չկա։ Ես պետք է տամ դեսպանատունի դեմ կայնեմ, մի հոգի, երկու հոգի չի մահացել։ Ակցիաներից հետո Հոսեյնով ու ընկերներով սկսել են հետաքրքրվել ոչ միայն ազգային անվտանգության ծառայությունում, այլև քննչականում։ Երիտասարդը մի անգամ արդեն կանչվել է քննչական։ Իմ խոդով գնացել եմ, իմ հեռախոսը ստացել են իմ ձեռին, ասում են դու իրավունք չունես այդտես մալացիայի բաժին։ Մաման եկել է այնտեղ, ասում է իմ երեխան այստեղ է, ասում են այստեղ չի։ Ասում է իմ հետ է գավ այստեղ։ Չեն թողում, որ ես կամ այստեղ, չեն ուզում, որ ես կամ այստեղ հավաքվեմ։ Թե ինչ գործի շրջանակում է իրանցին հրավիրվել քննչական եւ ինչ հիմքով են նման սպառնալիքներ հնչեցրել, քննչական կոմիտեից խոստացան արձագանքել առաջիկա օրերին։ Ես հենց սահմանից անցնեմ, այնտեղ գամ ինձ գյուլն են, գամ գտանեն գյուլը։
ինձ հաստատ է սպանելու են, որովհետև ինձ նամակներ են գերել։ Թեև Երևանի քաղաքապետարանն արտոնել է իրանցիներին մինչև փետրվարի 4-ը դեսպանատան առջև բողոքի խաղաղ ակցիա անցկացնել, իրանցիներն ազատությանը փոխանցեցին, որ այսօր էլ ոստիկանները չեն թողել կանգնել դեսպանատան շենքի առջև։ Մենք ոստիկանությունից բողոք ունենք, որովհետև մեր իրավունքը չի պահանջում։ Իրանից չհեռանալով երկրի ազգային արժույթը ռիալը հերթական անկումն է արձանագրել, հասնելով պատմական նվազագույնի։ Հենց դրա մի արժեզրկումն ու ապրանքների գնաճն էր զանգվածային բողոքի ցույցերի պատճառ դարձել։ Բռնաճնշումների հետևանքով տարբեր հաշվարկներով մինչև 30,000 ցուցարար է սպանվել, ինտերնետը դեռ վերահսկվում է։ Աբու Դաբիի երկօրյա բանակցությունների որոշ մանրամասներ են ի հայտ գալիս Ուկրաինայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ներկայացուցիչները տևական դադարից հետո կրկին հանդիպել էին քննարկելու խաղաղության ամերիկյան պլանը։ Հենց ամերիկյան մամուլն էլ գաղտնազերծել է այն, ինչ կողմերն ըստ էության չէին էլ թաքցնում։ Կիևի առջև տարածքային զիջումների հարց է դրված։ Դոնալդ Թրամփի վարչակազմն Ուկրաինային հասկացրել է, որ ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ կտրամադրի միայն, երբ Կիևը համաձայնի խաղաղության պայմանագրին, որով հավանաբար կպահանջվի ողջ Դոնբասը զիջել Ռուսաստանին, հաղորդում է Financial Times-ը հղումաններով բանակցություններին ծանոթ 8 աղբյուրի։ Ըստ բրիտանական հեղինակավոր թերթի, Վաշինգտոնը նաև ակնարկել է, որ կարող է Ուկրաինային ավելի շատ զենք առաջարկել խաղաղ ժամանակ բանակը հզորացնելու համար, եթե այն համաձայնի զորքը դուրս բերել իր վերահսկողության տակ գտնվող արևելյան շրջաններից։ Ուկրաինացի բարձրաստիճան պաշտոնյան Financial Times-ին ասել է, որ Կիևը սկսել է կասկածել, թե Վաշինգտոնն առհասարակ մտադիր է անվտանգության երաշխիքներ տալ, քանզի ամեն անգամ, երբ հնարավոր է ստորագրել փաստաթուղթը, որ ըստ Կիևի լիովին պատրաստ է, ԱՄՆ-ն դադարեցնում է բանակցությունները։ Հետևաբար Ուկրաինան ցանկանում է երաշխիքներ ստանալ նախքան որևէ տարածք զիջելը։ Բացի դրանից, ըստ թերթի, Վաշինգտոնում ևս կարծում են, որ Ուկրաինան պետք է զիջի Դոնբասը, որպեսզի պատերազմն ավարտվի։ Հետևաբար չեն ճնշում Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս հրաժարվի տարածքային այս պահանջից։ Մինչդեռ Սպիտակ տան մամուլի խոսնակի տեղակալ Աննա Քելին հերքել է, թե ԱՄՆ-ն նման բան է պարտադրում Ուկրաինային։ Սա բացարձակապես սուտ է։ Խաղաղության հաստատման գործընթացում Միացյալ Նահանգների միակ դերը երկու կողմերին միավորելն է, համաձայնության գալու համար։ ԱՄՆ դիրքորոշմանը ծանոթ աղբյուրը ևս թերթին ասել է, որ Վաշինգտոնը չի փորձում որևէ տարածքային զիջում պարտադրել Ուկրաինային։ Անվտանգության երաշխիքները կախված են նրանից, թե արդյոք երկու կողմերն էլ կհամաձայնեն խաղաղության համաձայնագրին, ասել է աղբյուրը։ Սպիտակ տան խոսնակն էլ ասել է, որ նախագահ Թրամփը չի հրաժարվում Ուկրաինայում խաղաղության գործընթացից։ Նախագահը շարունակում է ակտիվորեն ներգրաված լինել, եւ նրա թիմը իսկապես միավորել է այս պատերազմի երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ, նրանց խաղաղությանը մոտեցնելու համար։ Չնայած Դոնբասի վերաբերյալ Սպիտակ տան հերքմանը Վլադիմիր Պուտինի բանագնաց Կիրիլ Դմիտրիևն այսօր սոցցանցում գրել է, որ Դոնբասից ուկրաինական զորքի դուրսբերումն է խաղաղության տանող ուղին։ Ու մինչ Վաշինգտոնից ու Մոսկվայից հակասական լուրեր են ստացվում Դոնբասի շուրջ, Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտնել է, որ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ ԱՄՆ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա այս կիրակի։ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ դիվանագիտական իրական արդյունքներ են անհրաժեշտ, որպեսզի Ռուսաստանը բանակցությունները չօգտագործի ճնշման ենթարկվելուց խուսափելու համար։ Իսկ ճնշումն անհրաժեշտ է։ Պատերազմը դադարեցնելու համար հենց ճնշումն է արդյունավետ։ Դրա հետևանքները՝ պատժամիջոցների արդյունքը, ռուսական գործողությունների արգելափակման արդյունքը։ Մեր գործընկերները չպետք է մոռանան սա։ Треба, щоб партнери про це не забували. Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածները, գիշերն անօդաչուներով զանգվածաբար հարվածել է Օդեսային կամ 1 զոհ, 20-ից ավելի վիրավոր, այդ թվում երեխաներ։ Մասամբ ավերվել է բազմահարկ շենք, վնասվել են նաև էլեկտրակայան, մանկապարտեզ, եկեղեցի։ Սլավյանսկում ռուսական հարվածից ամուսիններ են սպանվել, Խարկովի 80%-ն առանց էլեկտրաէներգիայի է մնացել։ Հարձակման է ենթարկվել նաև Լվովը։ Ռուսական կողմը հայտնել է, որ եւս 2 բնակավայր է վերցրել։ Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի խոսքով ռուսական զինուժն առաջ է շարժվում բոլոր ուղղություններով։ Հունվարին ուկրաինական 17 բնակավայր է վերցրել եւ վերահսկողության տակ առել ավելի քան 500 քառակուսի կիլոմետր տարածք։ Կիևը ռուսական կողմի այս պնդումները չի մեկնաբանում։ Ռուսները հեռանում են Սիրիայի քրդաբնակ շրջաններից։ Սա առնվազն կարող է նշանակել, որ Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի աջակցությունը վայելող նոր իշխանությունը ավելի է ամրացնում դիրքերը։ Չի բացառվում, որ ռուսական կողմի հետ վերջնական պայմանավորվածությունները ձեռք բերվեն արդեն վաղը Սիրիայի նախագահի մոսկովյան այցի ընթացքում։ Սիրիայի նախագահ Ահմեդ Ալ-Շարայի վաղը նախատեսված մոսկովյան այցից առաջ ռուսական զորքերը լքում են երկրի հյուսիսային քրդաբնակ շրջաններում գտնվող իրենց միակ ռազմակայանը։
Ղամիշլիի օդանավակայանում տեղակայված ռազմաբազայից ռուսական զորքերի դուրսբերման մասին հաղորդում են Reuters-ը եւ մի շարք արաբալեզու լրատվամիջոցներ։ Վերջին 2 օրերի ընթացքում ռուս զինծառայողների Ղամիշլիից դուրսբերման տեղեկատվությունը հաստատում են նաեւ քրդական աղբյուրները։ Քուրդիստան 24 հեռուստաընկերության նկարահանող խմբին 3 նույնիսկ հաջողվել էր ընդհուպ մոտենալ ռազմակայանի տարածքին նկարահանելով ռուսաստանցի զինծառայողների տեղաշարժերը։ Ռուսական զորքերը սիրիացի քրդերով բնակեցված խոշորագույն քաղաքներից մեկում տեղակայվել էին 2019 թվականին։ Այժմ ըստ մի շարք աղբյուրների Ղամիշլիում գտնվող ռազմական տեխնիկան եւ ծանր սպառազինությունը տեղափոխվում են Սիրիայի տարածքում գործող մյուս ռուսական ռազմակայաններ՝ Տարտուս եւ Խմեյմիմ։ Ինչ վերաբերում է Ղամիշլիում տեղակայված ռուսաստանցի զինվորականներին, ապա նրանց մի մասը ծառայությունը կշարունակի Խմեյմիմում, մյուս մասը կվերադառնա Ռուսաստան, պնդում են Reuters-ի աղբյուրները։ Ռուսական ստորաբաժանման դուրսբերումը տեղի է ունենում մի պահի, երբ սիրիացի քրդերի կողմից ստեղծված ինքնավարության, այսպես կոչված Ռոժավայի ճակատագիրը խիստ անորոշ է։ Հունվարի կեսին Սիրիայի կառավարական բանակի կողմից իրականացված հարձակման ընթացքում Դամասկոսի վերահսկողության տակ անցան վերջին 10 տարիներին քրդերի իշխանության տակ գտնվող, սակայն առավելապես արաբներով բնակեցված Դերզորի եւ Ռաքայի նահանգները։ Կառավարական բանակի սրընթաց առաջխաղացմանը նպաստեց նաեւ այն հանգամանքը, որ նախկինում քրդերին դաշնակցած արաբական ջոկատներն անցան կառավարական ուժերի կողմը։ Մենք բոլորս սպասում էինք այս հրաշալի պահին, երբ մեր քաղաք մուտք կգործեն Սիրիայի արաբական բանակի զինվորները, եւ մենք վերջապես կազատվենք այն բոլոր հանցագործներից, որոնցից շարունակ բողոքում էինք եւ որոնք մեզ հոգնեցրել էին։ Ինչպես ստացվեց, որ գրեթե 15 տարի Սիրիայի տարածքի զգալի մասը վերահսկող քրդերն ընդամենը 1 շաբաթվա ընթացքում հայտնվեցին լիակատար պարտության շեմին։ Reuters-ի տեղեկություններով դա հնարավոր դարձավ նախ եւ առաջ սիրիացի քրդերի գլխավոր դաշնակիցների ամերիկացիների դիրքորոշման փոփոխության հետևանքով։ Գործակալությունը սեփական դիվանագիտական աղբյուրները վկայակոչելով պարզել է, որ Ալ-Շարայի կառավարությունը քրդերի դեմ հարձակման Վաշինգտոնի փաստացի հավանությունը ստացել է հունվարի 5-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ։ Այդ օրը Փարիզում ամերիկյան միջնորդությամբ բանակցություններ էին կազմակերպվել Սիրիայի եւ Իսրայելի ներկայացուցիչների միջև։ Այդ հանդիպմանը մասնակցող սիրիացի պաշտոնյաներն առաջարկեցին սահմանափակ գործողություն իրականացնել քրդերի կողմից վերահսկվող տարածքի մի մասը հետ բերելու նպատակով, չհանդիպելով որևէ առարկության։ Դրան էլ գումարած սիրիական կառավարությունն առանձին մի ուղերձ ստացավ Թուրքիայի իշխանություններից։ Դրանում նշվում էր, որ Վաշինգտոնը հավանություն կտա սիրիական դեմոկրատական ուժերի դեմ գործողությանը, եթե դրա ընթացքում քրդական խաղաղ բնակչությունը չտուժի։ Այսօրվա դրությամբ Սիրիայի հյուսիսում գործում է Ալ-Շարայի կառավարության կողմից հայտարարված 15-օրյա հրադադարը, որի վերջնաժամկետը լրանում է փետրվարի 9-ին։ Մինչ այս ժամկետը քրդերը պետք է հստակ պատասխան տան, արդյոք իրենք պատրաստ են ինտեգրվել Սիրիայի ունիտար պետության կազմում, լուծարելով կառավարման ինքնավար մարմիններն ու սեփական զինված ուժերը։ Եթե պատասխանը բացասական լինի, սիրիական բանակը կանցնի նոր լայնածավալ հարձակման արևմտյան աղբյուրների տեղեկություններով, ապագա գործողության պլանն արդեն գծված է։ Կառավարական բանակի հրամանատարներից մեկը լրագրողների հետ մասնավոր զրույցում նշել է, որ Դամասկոսին ենթակա ստորաբաժանումները նախ վերահսկողություն կհաստատեն Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող անցակետերի նկատմամբ, կտրելով սիրիացի քրդերի կապն արտաքին աշխարհի հետ։ Դրանից հետո բանակը կշրջապատի քրդաբնակ բոլոր խոշոր քաղաքները, կտրելով կապը դրանց միջև։ Քաղաքացիական բնակչությանը մենք կոչ կանենք լքել այդ տարածքները, իսկ կապիտուլյացիայի բանակցությունները կվարենք արդեն ոչ թե սիրիացի քրդերի կենտրոնական ղեկավարության, այլ յուրաքանչյուր քաղաքի իշխանությունների հետ, առանձին, նշել է սիրիացի զինվորականը։ Ձնաբուքը Միացյալ Նահանգներում առնվազն 30 մարդու կյանք է խլել, ցրտահարությունից բացի մահվան պատճառ են դարձել ճանապարհային պատահարները, չեղարկվել են հազարավոր չվերթներ, էլեկտրականության զանգվածային անջատումներ են։ Օրվա մյուս լուրերի համար բաժանորդագրվեք Ազատության էջերին սոցիալական ցանցերում, իսկ լրատվական կենտրոնում այսքանը։